Տեխնիկական Պարոն Սիմոնյան, վաղառավոտվանից ձեր դաշինքի համակիրներին ձերբակալում են, կասեք ինչ տեղեկություն, քանի հոգի ովքեր են, հիմքը որն է, եթե ձեզ հայտնի են շնորհավորման։ Դե որ ասեմ, անսպասելի էր, այդպես չէ, որովհետև մինչև երեկվա դրությամբ թիմագիստները զարմացած են, որ մեր մոտ չեն եկել, բայց ես ասի համբերեք, իրենք այդքան բան չունեն, որ մեր հանդեպ փորձեն ազատ պահեն, էլի իրենց հանգիստ պահեն։ Առավոտյան ժամը 5-ից մուտք են գործել մեր կազմավորների, մեր թիմագիստների բնակարաններ, ինչպես նաև Անի թաղամասի շտաբ, անկապ ինչ-որ բացատրություններ տալով, որ որևիցե մեկին հասանելի չէ, թե ինչի մասին է խոսքը, բերման են ենթարկել։ Իրենց նպատակը եղել է կոտրել թիմին, Հայաստան դաշինքին, հասկանալով, որ վտանգ է սպառնում իրենց, նմանատիպ ռեպրեսիաներ են ցույց տալիս, բայց մեկ բան հաշվի չեն առել, որ մեր տեսակը կոտրվող տեսակ չէ։ Ամբողջ մեր թիմագիստները մինչև այս պահը զանգահարում են եւ ասում են քառակի թափով ենք առաջ գնալու, որևիցե մեկս չունենք ձերբակալված կամ բերման ենթարկված ձեր տեղեկություններով։ Որևիցե մեկը ասում է, որ չունենք կոտրվածություն եւ գնում ենք դեպի հաղթանակ։ Մարդկանց քանակի մասով այս պահին 10+ արձանագրություն ունենք մեր մոտ, բայց նորից մեր շտաբերից զանգում ասում են, որ մարտիկ ունենք տարած, բայց քանի որ չունենք կոնկրետ հեռախոսահամար, անուն, ազգանուն եւ ճշտված չի, այս պահին ֆիքսենք 10+ անձի մասին է խոսքը։
Դաշնակցության եւ ձեր գրասենյակներից, այսպես ասած, անձանց նույն մարդկանց մասին է խոսքը, թե ձեր մոտից այլ մարդկանց են տարել, իրենց մոտից այլ։ Դաշնակցության մասով այս պահին մենակ Բաբկեն Սարոյանից ունենք տեղեկություն, որ իրեն են բերման ենթարկել, իսկ մեր մոտից 10-12 անձի այս պահին ճշտված տվյալ կա, չճշտված հնարավոր է եւ ավել են, պետք է հասնեմ գրասենյակ, որպեսզի ճշտեն։ Եվ այսօր քվեարկեցիք, այսպես ավանդույթ դարձած հարցը տանք, հանուն ինչի քվեարկեցիք։ Քվեարկեցինք հանուն Հայաստանի գենի պահպանման, հայի գենի պահպանման, հանուն թասիբի, հանուն մեր պատմության, հանուն մեր անցած ճանապարհին, հանուն մեր դաստիարակության, որպեսզի յուրաքանչյուր հայ փորձի հասկանալ, որ ինքը ունի պատմություն եւ չի կարելի մեր պատմությունը մոռանալ, մեր եկեղեցին ուրանալ, մեր հերոսներին ցածրացնեն, հանուն դրա ենք քվեարկել։ Քվեարկել ենք հանուն լավ թիմի, հանուն ուժեղ առաջնորդի եւ կոչ եմ անում նաեւ բոլոր գյումրեցիներին, ինչպես նաեւ հայությանը, ովքեր իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին, ոտքի կանգնեն եւ ցույց տան, որ հայը մեռած չէ։ Իհարկե կան նաեւ մարդիկ, ովքեր մոլորյալներ են, իրենց նաեւ կոչ եմ անում քվեախցիկում ամենապատասխանատու պահին եւս մեկ անգամ խորեն հասկանան ով ինչ է խոսացել, որ քաղաքական թիմը ինչ է առաջարկում եւ հաշվի առնելով անցյալի դասերը, փորձը, այն պետությունների, ովքեր սխալ ընտրության պատճառով բարակտվել են, այսօր գոյություն չունեն, փլուզվել են, որ այդ ամենը իրենց աչքի առաջ ունենալով լուրջ մոտենեն իրենց մեկ քվեին։ Նաև այսօր մեր մոտ բան նկատեցինք, փորձեցին այդ ձերբակալությունների ֆոնին նաև կեղծ լուրեր տարածել, թե իբր ինձ են ձերբակալել, նորից նույն նպատակն է, որպեսզի կոդրեն մեր թիմագիծներին, որ տեսեք դուք չեք կարող որևիցե քայլ անել, բայց ասեմ, թիմը կանգուն է, կայուն է, ուժեղ է, հբարդ է, որ այս թիմից է եւ քարագի հնգագի թափով շարունակելու աշխատանքը այսօր մինչեւ օրվա ավարտ, որից հետո հասկանանք մեր Հայաստանը ի վերջո կարողանալու է մեջքը ուղղել եւ շարժվել դեպի առաջ, թե ոչ։ Բոլորիս մաղթում եմ հաջողություն։ Պարոն Սիմոնյան, Հայաստան դաշինքը եւ Ուժեղ Հայաստան կուսակցությունը իրենց նախընտրական ծրագրի մեջ նշել էին, որ մեր երկրի անվտանգությունը կարող է ապահովվել նաեւ միայն երրորդ երկրի միջնորդությամբ, ինչպես կարող ենք վստահ լինել, որ երրորդ երկիրը կերաշխավորի Հայաստանի անվտանգությունը։ Տեսեք, բանակցային գործընթացները պետք է ճիշտ ուղով տանել, պետք է ճիշտ մարդկանցով տանել, որպեսզի ունենանք բարի դրացիական հարաբերություններ եւ գործընկերների հետ, եւ բարեկամ ընկերների հետ, եւ հարևան ընկերների հետ, մասնավորապես Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության մասին է խոսքը։ Իսկ երաշխավորների մասով ինչու՞ չէ նաև այդ ԵԱԿ-ի ֆորմատը շատ լավն էր, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր, Ֆրանսիան էր, Ռուսաստանի Դաշնությունն էր եւ մենք ունեցել ենք այդ փորձը, որ իրենք ջանք են գործադրել, որ խաղաղ ճանապարհով մեր հարցը լուծվի, Արցախյան հիմնահարցը լուծվի։ Գալով նորաթուխ իշխանությունները ամբողջ այդ տասնամյակների արած գործը ջուրը լցրեցին եւ այսօր Հայաստանին կանգնեցրել են մի իրավիճակի, երբ որ թշնամին է մեր երաշխավորը լինելու, ըստ իրենց ասածի։ Դրա համար պետք է փոխվեն բանակցողները, պետք է փոխվի Հայաստանի ղեկավարությունը, որպեսզի կարողանան ճիշտ բանակցությունների եւ ճիշտ քաղաքականության շնորհիվ ունենանք այնպիսի երաշխավորներ, որ խաղաղությունը լինի մեր համար արժանապատիվ եւ հարատև։
Եթե հաղթեք ընտրություններում ու մտնեք խորհրդարան, արդեն հարցը տամ քաղաքի վերաբերյալ, հա, ունենք հատուկ ծրագրեր քաղաքի վերաբերյալ, հա, զարգացման։ Ամենաառաջնային հարցը տնական տնտեսությունն է մեր, որ դեռ աղետի կոդի պիտակը մեր գյումրեցիներից ճակատին տաճված է։ Ամենահրատապ հարցը դա է, որը մենք քարոզարշավի ընթացքում նաև խոստում ենք տվել եւ ես եւ երկրորդ նախագահան մեր հանրահավաքի ժամանակ հայտարարեցինք, որ առաջնային ենք համարում բնակային տնտեսության հարցի կարգավորումը, այսինքն այդ բնակարանաշինությունը շատ արագ ձեռնարկելու ենք եւ հասցնենք ավարտի, որպեսզի Գյումրին ազատվի տնօրեններից։